Ըստ ձեզ ինչու այսօր իշխանությունը չի փորձում ընդունել հայոց ցեղասպանության փաստը եւ նշում է, որ պետք է հաշվեն ցեղասպանության զոհերի թվերը ճշտելու համար, արդյոք ճիշտ են թե ոչ։ Ինչու չի ընդունում։ Փորձում է ժխտել։ Դե դա այսօրվա մեր իշխանությունների անհեռատես, ոչ մարդկային, ոչ հայացի մտածողությամբ ոչ է կարելի ասել, ոչ, որ ցավոք պետք է նշեմ, որ անընդունելի է ժողովրդի կողմից։ Փաստը, որ երեկոյան ջահերով երթներ մեր ժողովուրդը շատ լուրջ գիտակցությամբ մոտենում այդ հարցին եւ հակառակ ռեակցիա է ստացվում, եթե իշխանությունները նման ավրելակերպ են դրսևորում, չեն ընդունում հայոց ցեղասպանության այդ ներկայությունը ասեմ։ Ես որպես գաղթականի իմ հայրը Սասունի Շենիկ պատմական գյուղն է եղել, որը 1894 թվականի Սասունի առաջի ապստամբության պատերաբեմն է եղել եւ ես երբևէ նույնիսկ երկու անգամ մեր անցյալի հիշողությամբ, մեր այրան գեների կանչով, մեր կարոդի կանչով գնացել եմ Արևմտյան Հայաստան, եղել եմ Սասունում, բարձրացել եմ Անդոկ լեռը, որտեղ 1915 թվականի 7 ամսյա Սասունի գոյմարտը տեղի ունեցավ եւ վերջում մոտ 40,000 ժողովուրդ հավաքվել էր Անդոկ լեռան գագաթին եւ փրկության հույսեր էր փայփայում, որ վաղ թե ուշ ռուսական բանակը պետք է մոտենա, պետք է ազատագրի, պետք է օգնության հասնի եւ այդ օգնությունը չհասավ։ Ընդամենը նրանք նահանջեցին Բիլդիսի մոդերքից եւ ընդամենը միջև ուշ հասնելը 1 կամ 2 օրվա ճանապարհ են անցել։ Մի ամբողջ Գերդաստան այնտեղ ոչնչացվեց, մենակ մեկ հատիկ հայրս ազատագրվեց, փրկվեց եւ մենք իմի գոյատևում ենք, ապրում ենք այդ հուշերով, հիշողություններով եւ այսօր եւ մեր ժողովրդի համար, ինձ համար կոնկրետ այս եղերնի հուշահամալիրը դա մեր անթաղ շիրիմների գերեզմանատեղն է, որտեղ ես ոչ թե միայն մի անգամ, այդ տարվա մեջ մի քանի անգամ եմ այցելում եւ իմ սուրբ պարզականություն եմ կատարում, ապրում եմ իմ զգացմունքների հետ, իմ հիշողությունների հետ, իմ տխրության հետ, իմ անցյալի հետ եւ սա մեր ժողովուրդը պետք է հասկանա։ Պետք է հասկանա, որ Արևմտյան Հայաստանը կա, գոյություն ունի եւ Արևմտյան Հայաստանը, ինչպես մեր վարչապետն էր ասում, ինձ համար Արևմտյան Հայաստանը Արմավիրի մարզն է, Շիրակի մարզն է, ոչ։ Արևմտյան Հայաստանը այս քանդակները կա պատերի վրա։ Քանի անուններ է նշված։ Ես չթվարկեմ այդ անունները, քանի անուններ է նշված։ Այդ զգացումով պետք է ապրի մեր սերունդը։ Ու երբեք չմոռանա հայոց ցեղասպանության հարցը, պահանջատիրության հարցը, երբեք չպետք է մոռանալ։